Պարոն Խաչատրյան, դուք խոսեցիք կուսակցությունների թափանցիկության մասին, բարձրացված խնդրի մասին, վերջին հարցու պատասխանի ժամանակ այդ հարցը բարձրացվեց եւ մասնավորապես Դաշնակցության հետ կապված, որ թափանցիկ չի իրականացվում նվիրատվությունները, մեկ մարդու անուն է նշված, քվեաթերթիկ անգամ երբեմն կուսակցությունները չեն ունենում ընտրությունների ժամանակ եւ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ կուսակցությունը պետք է լինի ամենաթափանցիկ գործող համակարգը, ժողովրդավար երկիր ենք եւ պետք է գտնենք մեխանիզմներ, որ համապատասխանեցվեն ժողովրդավարության կանոններին, ընտրություններին չմասնակցելու հարց կարող է նաև առաջանալ, ինչ մտավախություն չունեք, որ այս հարցը կարող է դրվել եւ թույլ չտան, որ Դաշնակցությունը ընտրություններին մասնակցի եւ ինչու է Դաշնակցության հարցը բերվել այսպես օրակարգ եւ ամեն նիստի ժամանակ քննարկվում այս հարցը։ Լավ, գիտեք, ի տարբերություն շատ ՔՊԱ-ականների եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի, ես 34 տարուց ավել Դաշնակցություն կուսակցության անդամ եմ եւ չեմ կարող ասել այլ կուսակցություններում ներկուսակցական ժողովրդավարություն ինչպես է գործում։ Հիմա ճիշտ ասած չեմ թարմացրել տվյալների բազաս ովքեր են իրենց կուսակցության փոխնախագահները, բայց մինչև այս համաժողովի փոխնախագահները կարող է վերընտրվել են, դրա համար եմ ասում, չեմ թարմացրել բազան, առաջնահերթություններից մեջ դա չի մտնում։ Մեկը նախկին ՀԿ-ական էր, մեկը նախկին ԲՀԿ-ական էր։ Իրանց կուսակցությունում կան բազմաթիվ կուսակցափոխեր, միգուցե ինքը տենց համեմատել է։ Բայց կարող եմ ասել, որ Դաշնակցության ժողովները քննարկում են կուսակցության քաղաքականությունը, երկար եւ շահագրգիռ, որևէ մեկը ելույթ չի ունենում եւ ծափ չեն տալիս, չեն գոռում կեցե։